Ես չեմ հասկանում, ձեզ թվում է, որ եթե դուք սահմանեք ինչ է համակարգային կոռուպցիան, մեզ մոտ տպավորություն կստեղծվի, թե դուք թաթախված եք եղել համակարգային կոռուպցիայի մեջ։ Տիկին Մարիա Կարապետյան, հիմա ասեմ ինչ է կոռուպցիան, ուղիղ առարկայական, ոնց է արտահայտվում այդ պոզով պոչով կենթանին, որը մտել է ՔՊ-ի շարքերը նեպոտիզմի շրջանակում ու դուրս չի գալիս։ Առնվազն ձեր այն մյուս գործընկերուհու նման, ով աշխարհաքաղաքականությունը սահմանում էր որպես աշխարհում տիրող իրավիճակ, ասեք, համակարգային կոռուպցիան համակարգում տիրող կոռուպցիան է, բայց բացի դրանից դուք դա բռնելով պիտի զբաղվեիք։ Մեզ այստեղից պիտի պատմեիք, թե դուք ինչպես եք կարողացել նախորդ իշխանությունների ժամանակ անկաշկանդ բացահայտել համակարգային կոռուպցիան այն մարմիններում, որի աուդիտը դուք իրականացրել եք։ Օրինակը շատ առարկայական բերեմ ձեզ։ Երևան քաղաքը հայտարարում է մրցույթ ժոնգթոնգ ավտոբուսներ ձեռք բերելու համար։ Ասում է, ուզում ենք գնենք, մասնակցում է մի ընկերություն, խոսամ ոնց է մասնակցում առանձին, գալիս են ավտոբուսները։ Ու ինչ է պարզվում, որ այս 150 ավտոբուսների 2 նստարանը պակաս է։ Չկա։ Ու գուշակեք ինչ է լինում։ Փոխանակ, ասեն ախպեր ջան, լավ որ 2 նստարանն է, ուրեմն մի քիչ պակաս պետք է լիներ այդ փողը։ Կամ արի ստեղ հələ դու ով ես որ մեր հարկատուների փողը վերցրեք, կերել ես 2 նստարան պակաս ես արտադրել։ Նախ այդ ժոնգթոնգը չինականի ժոնգթոնգն է, ժոնգթոնգի չինականն է, իսկականը չէ, բայց դա մի կողմ, այդ հետո կպատմեմ։ Ինչ է լինում։ Գնում է կառավարության չզեկուցող հարցերի հետ, ասում են ամեն ինչը թույն էր, օքեյ, նստում է Երևան քաղաքի բյուջեին։ Կոռուպցիայի դրսևորում։ Դրա դիմաց պետք է մեկը դատվեր, ավել տված փողը հետ վերցներ։ Ոչ են ա եղել, ոչ են ա եղել։ Պետյան։ Ինչա կոռուպցիան։ Նախ կոռուպցիայի սահմանում չկա։ Ամեն կոռուպցիոն դրսևորին յուրովի է։ Ու այդ պոզով պոչով կենթանին մի սահմանում չի, մի նախադասությամբ չի։ Ամեն մեկը յուրովի արտահայտվում է։ Տեսեք, հիշում եք այն կոպեկները, որ 100 դրամանացուն մանեթնիկները առեկցում էին ավտոբուսների մեջ։ Հիշում եք, պարոն Աբրամյան։ Ուրեմն ինչ է լինում։ Երևանի քաղաքապետարանը որոշում է, որ դա առնի։ Պատահականությամբ, շատ պատահականությամբ այդ մանեթնիկները վաճառում է կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Զարայի ամուսին Օմնիկոմի Ռուբոն։ Վաճառում է, լավ անում, ես խնդիր չեմ տեսնում, բայց այդ անտերի գինը շուկայում մտնում, նայես 35,000 դրամ է։ Ներողություն մի բան էլի։ Ես խնդրում եմ տարբեր մանավանդ պետական ծառայողների մասին, պաշտոնյաների մասին խոսելիս դիմենք անուն ազգային։ Հա, ես ներողություն եմ խնդրում, ազգանունը չէի։ Քաղաքական մշակույթ ընդունեցի դիտողությունը, բայց ազգանունը չեմ հիշում, ներողություն եմ խնդրում։ Ինչն է հետաքրքիր, որ այդ մանեթնիկների գինը մի 40,000 դրամ էր։ Իսկ գիտեք քանիս էին առել քաղաքապետարանը 140,000 դրամի չափ, 130 քանիս։ Հելել եմ, գոռում եմ, ասում եմ դատախազություն, այ ախպեր, արի մա տեսնենք ինչ է կատարվում ստեղ։ Ոչինչ ստախոսության համար պատասխանատվության ենթարկեցին, որտեվ առարկայական կտանեի դատախազության աշկը կմցնեի, կասեին այ տես սրագին նեսկանա։ Ոչ էլ այդ մարդկանց վրա գործ հարուցեցին, բայց այդ ջանդամարը առել էին թանկ։ 2 ամիս հետո այդ մանեթիկները տարան թափեցին, ասին մեզ էլ պետք չի նոր համակարգ ենք ներդնում։ Բա որ գիտեք, որ 2 ամիս հետո միասնական տոմսային համակարգներ եք դնելու 700 ավտոբուս կա, չգիտեմ քանիսի համար են առել։ Այդքան փող ավել, խի տվեցիք։ Լավ ընդունենք 500 ավտոբուսի համար էին առել, 50 միլիոն դրամը կոպիտ կարտայտեմ, կասեք ոչ բարեկիրթ եք դուք։ Շարունակեմ այլ օրինակ բերեմ կոռուպցիայի։ Ուրեմն տեսեք, այգիները, որոնք որ կառուցել են Երևան քաղաքում, 40-ամյակի հաղթանակի այգին նվիրված Մալաթիայում, խնդրում եմ, աղաչում եմ, մի հատ գնացեք նայեք այդ այգու վիճակը, ողբերգական ուղղակի, սենց մատով կպտում էր, սենց թափվում էր, սարքել են խայտառակ վատ, այդ ընկերությանը հերիք չի պիտի գցեին սև ցուցակ, ոչնչացնի որ չմասնակցեր, հաջորդիվ տալիս են 2 հատ ուրիշ այգի սարքելու։ Երբ որ խոսում եմ, ասում եմ, ոնց է լինում, ինձ ասում են չես վախենում, ասում եմ ինչից, ասում են ուժային կառույցներից մեկի զամի քրոջ տղունն է դա։ Այ քեզի բան, չեմ վախենում։ Ընդհանրապես չեմ վախենում ու խոսալու եմ ու ասեմ։ Ախպեր մարդուն ինչ եք տվել։ Կարող է պայմանավորված էր պետական հովանավորչություն էր էսի։ Բայց պետական հովանավորությունը մի հատ ուրիշ ձև ցույց տամ, ասում եմ կոռուպցիան որն է։ Հա պատմեմ կոռուպցիան որն է ու առարկայական, ամեն ինչ համար է պատասխան եմ կրում։ Լիլիանարմ ընկերություն, որի ՍՊ-ի տնօրենը ձեր ցուցակի մարդն է։ Երևանի ավականի ընտրություններին։ Սարքում է Երևանյան լիճը, քրեական գործ են հարուցում, խայտառակ վիճակը, մի հատ խայտառակություն էլի։
Հետո սարքում է 100 հայտնի 105 մանկապարտեզը, որ գնում բացահայտում եմ խայտարակությունա, փոխանակ բռնեն են մարդուն կախեն, քրեական գործին վրա են հարուցում, դատվում եմ յոգուրտի գործով։ Այ քեզի բան գնացը կոռուպցիան բացահայտեք։ Բայց դա հետ, չէ, շարունակությունն ասեմ այդ ընկերությանը։ Փոխանակ այս երկու դեպքից հետո այս ընկերությանը ընդհանրապես ջնջեին, ոչնչացնեին։ Այս ընկերությանն արեք տեսեք, որ բանն են տալիս, էլեկտրական դեպոյի շինարարությունն են տալիս։ Թիվն է ճիշտ եմ հիշում մոտ 200 միլիոն, 2 միլիոն դոլարի չափ։ Այդ կռիվը տեղից սկսավ, ասի այս ընկերությունը, որ 2 հատ խայտարակ սարքել է, ոնց է երրորդը տալիս։ Գնացի բերեցի ցույց տվեցի, բռնին գործը հարուցեցին ին վրա, ասին ձենդ կտրի։ Շարունակեմ, ժողովուրդ, շարունակեմ։ Այդ կոռուպցիայի դրսևորումը սեն շարունակական, երկարաժամկետ կան, բայց կան դրսևորումներ, որոնց հարցի ուղումը ուղիղ տալու եմ երկրի վարչապետին, որ հետաքրքիր է իր դիրքորոշումը հաջորդի։ Այդ շարքը անվերջ է ուղղակի։ Պարոն Բագրատյան, Տիկին Կարապետյանի մասին շատ խոսացի կներեք, էլի, որ ասում եք Ավետիսյան Արմենը սա Հայաստանում եք կպատմեր, չգիտեմ, պլաստմասեքով բանով, էլի, դուք լուրջ հանցագործության մասին հաղորդում եք։ Բա դրա համար ոչ մեկի նստած չի։ Կարող եմ ենթադրել, որ կարող Ավետիսյան Արմենից մի քիչ փող եք վեցի, ասել գնամ անարի։ Ոնց հասկանամ, խետ մարդուն պատասխանատվության չեք եթարկել։ Երկու տարբերակ կա, կամ ձեր ասածը իրականության հետ կապ չունի, կամ փողը վեսը բաց եք թողել։ Բա եթե չէ, հանցագործությունը գիտեք, ուրա, շարունակեմ, տարիների վերջ միշտ ԿՊ-ականներն ասում էին պապկեք կա տամոժնիկներում։ Պապկեկը գալիս են, այդ պապկեկի տերերն ով է, ես շատ ուզում եմ իմանամ, պահանջում եմ հատիկ առատիկ անունը տվեք ու պատասխանատվության ենթարկեք։ Կարող է պարզի վերջում մեկն է ձեր ցուցակի, չգիտեմ, 122-ը չի 264-ն է օրինակի։ Չէ՞ դի ո՞նց է լինում։ Ես ուղղակի ուզում եմ բռնեմ հասկանամ։